Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր զրուցել ենք Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հետ, բարև ձեզ Տիկին Ղազարյան, քանի որ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Գյումրիում եւ Փարաքյարում, Կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, քաղաքական ուժը, որը ներկայացնում եք դուք, փորձում է ուզուրպացնել տեղական ինքնակառավարման մարմինները ընդհանուր առմամբ, ընդ որում որպես օրինակ բերվում են մի շարք համայնքներ, Ալավերդին կլինի, նույն Գյումրին կլինի, երկար չթվարկեմ, որտեղ քաղաքական ձեր ուժը իշխանությունից հեռացրեց իր համար ոչ հաճո մարդկանց, որոնք համայնքի ղեկավարներ էին։ Հիմա ընդ որում դեպի ընտրություններ, որքան մոտենան ընտրություններ, այնքան այդ խոսակցությունները ակտիվանալու են։ Ինչու եք ուզում ուզուրպացնել իշխանությունը։ Նախ շնորհակալություն հրավերի եւ խոսակցության համար։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանալու խոսակցությունները եւ դրա համար երևի մենք պետք է ավելի ակտիվորեն փորձենք հաղորդակցվել մարդկանց հետ եւ նրանց, ովքեր չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել օրինակ Գյումրիում կամ Ալավերդիում, բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Դուք գիտեք, այս արտահերթ գործընթացների հիմնական պատճառն այն է, որ մեծամասնություն հավաքած կուսակցության ներկայացուցիչներ հրաժարվեցին կատարել ըստ էության օրենքով սահմանված իրենց պարտականությունը եւ դա այն բանի բերումով էր, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդը անցնում էր ապօրինի ծագման գույքի գործով, այսինքն ոչ թե ինքը այլ գույքը ըստ օրենքի սահմանման, այս դեպքում մեղադրվողը ոչ թե անձն է այլ գույքը եւ ավականին պետք է որոշում կայացներ դատախազությանը թույլ տալու սպաղվելու այդ գործով, որովհետև դա ավականու որոշմամբ կարող էր լինել ինչ որ իրավական ընթացակարգեր կային այստեղ եւ ավականին հրաժարվեց այդ գործառույթը կատարել եւ փաստորեն Գյումրին մնաց առանց կառավարման, նման իրավիճակ նախատեսված չէր նույնիսկ ընտրական օրենսգրքով եւ մենք նույնիսկ այնտեղ ստիպված եղանք փոփոխություն կատարել, որպեսզի այդ ճգնաժամային իրավիճակը լուծենք, այսինքն այնպիսի մի բան տեղի ունեցավ, որ մենք մեր բազմամյա փորձի ընթացքում որպես պետություն Վենետիկի հանձնաժողովը, որ մի առնվազն 5-6 անգամ եզրակացություն է տվել ընտրական օրենսգրքի փոփոխություններին, չի նկատել այդ հնարավորությունը եւ ասի, որ գիտեք ինչ կա հնարավոր է այսպիսի ճգնաժամ լինի, սա նույնպես նախատեսեք, ահա այդպիսի ճգնաժամ էր տեղի ունեցել եւ մենք ստիպված եղանք նորից միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով նաեւ որոշակի լուծումների գնալ, որպեսզի ճգնաժամից դուրս բերենք քաղաքը եւ այս է ինչ տեղի է ունենում Գյումրիում, բայց էլ ավելի հետաքրքիր կլինի խոսել Ալավերդու մասին, որովհետև սա շատ հետաքրքիր մեղադրանք է, ես չեմ դադարում լսել ինչպես մեր հատկապես խորհրդարանական գործընկերները եւ նրանց հետ աֆիլացված հրապարակախոսները կամ հանրային գործիչները շարունակում են Ալավերդին բերել որպես իշխանության ուզուրպացման օրինակ, որը շատ տարօրինակ է, որովհետև ըստ էության Ալավերդու հետ կապված մեր գործընկերները խորհրդարանում մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու համար։ Ինչ են ասում մեր գործընկերները մեզ արդեն 7 տարի է իմ քայլը խմբակցությանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը արդեն 7-րդ տարին է ընթանում, որ ահա շուտով ձեզանից մի քանի հոգի կմիանան կամ հրապարակային ասում են այնտեղ մի քանի հոգի կմիանան ընդդիմությանը եւ անվստահություն կհայտնեն իրենց ցուցակի առաջին համարին, որովհետեւ մենք, չգիտեմ, արդյունավետորեն ցույց կտանք նրանց, որ իրենց ցուցակի առաջին համարը ավելի վատ կառավարիչ է, քան այն մարդը, ում մենք կառաջադրենք։ Իդեպ նույն հաշվարկը կա նաեւ Երևանում։ 2-3 ավականու անդամից է կախված քաղաքապետը կմնա թե կգնա։ Այդ նույն գործընթացը տեղի ունեցել Ալավերդի համայնքում, այն ինչը նկարագրում են համապետական մակարդակում մեր գործընկերները, տեղի ունեցել Ալավերդի համայնքում մի տարբերությամբ, որ Ալավերդիում ընդդիմություն քաղաքացիական պայմանագիրներ եւ այո, քաղաքացիական պայմանագիրը զբաղվել է քաղաքականությամբ, ավականու բոլոր անդամներին, գիտեք, 1 մանդատի տարբերություն է եղել, բոլոր անդամներին մի տարի շարունակ փորձել է ցույց տալ, որ իրենց առաջարկած տեխնազուն ավելի արդյունավետ կաշխատի, քան այն տեխնազուն, որոնք իրենց ընտրել են։ Եթե չեմ սխալվում, մի տարի կամ ավելի երկար էր, որովհետև մի տարի հետո միայն այդ գործընթացը առնվազն մի տարի հետո կարող է տեղի ունենալ եւ տեղի է ունեցել այն, ինչի մասին անդադար մեր գործընկերները խորհրդարանում նկարագրում են, որ իրենք պետք է դա անեն։ Եթե դա
ուսուրպացիա է։ Ինչու են իրանք դա ուզում անել։ Եթե դա քաղաքական գործընթաց է, ինչու կարելի է խորհրդարանում զբաղվել քաղաքականությամբ, իսկ Ալավերդիում չի կարելի զբաղվել քաղաքականությամբ։ Այո, քաղաքացիական պայմանագիրը հակված է բոլոր այնտեղերում, որտեղ ընտրական գործընթացներ կան, եւ քաղաքական գործընթացներ կան, ունենալ կառավարման լծակներ, եւ դա նորմալ է, քաղաքական կուսակցությունների միակ իմաստը ընդհանրապես թե ինչու իրենք գոյություն ունեն, դա է քաղաքացիական պայմանագիրը շարունակելու մասնակցել բոլոր այն թիմերում, որտեղ ունի հնարավորություն առաջադրելու տեխնացուներ, գիտեք, որ եղել են թիմեր, որտեղ քաղաքացիական պայմանագիր չի առաջադրվել ընդհանրապես, օրինակ Սևան համայնքում, ունի մրցակցային տեխնացուներ, կառաջադրվի այդ բոլոր համայնքներում եւ կփորձի ընտրվել եւ չընտրվելու պարագայում, այո, քաղաքական ճանապարհով կփորձի այդ հարցը լուծել, որովհետեւ ընտրական օրենսգիրքը եւ մնացած բոլոր կառուցակարգերը, ենթակառուցվածքները այդ հնարավորություն թույլ են տալիս։ Ես կրկին հորդորում եմ մեր գործընկերներին, որոնք կարծում են, որ դա խնդրահարույց է, իրենք էլ որպես ընդդիմություն այդպես աշխատեն։ Օրինակ, եթե իրենք կարող են համաձայնել մի տեխնացուի շուրջ, որպես ընդդիմություն բոլորով, թող իրենք էլ իրենց տեխնացուին բերեն եւ փորձեն մեզ համոզել, որ իրենց տեխնացուն ավելի լավն է։ Դա է, չէ՞, քաղաքականությունը վերջին հաշվով։ Ես ընդհանրապես չեմ կարողանում երբեմն հասկանալ, երբ ինչ որ մեկը կոչ է անում չքաղաքականացնել ընտրությունները, կապ չունի ինչ ընտրությունների մասին է խոսքը, եթե իհարկե ասենք կոնսերվատորիա ռեկտորի մասին չի խոսքը, բայց հիմա տեսեք, շարունակելով թեման, ու քանի որ խոսք գնաց մասնավորապես Գյումրիի մասին, այնտեղ բավական հետաքրքիր իրավիճակ է, որովհետև նախ վարչապետը ելույթ ունենալով դրա համավակի ժամանակ ասաց, որ մի շարք ուժերի համար, ես չգիտեմ, այնտեղ մի քանիսը իրենց վրա են վերցրել, ինչու են դա իրենց վրա վերցրել, այդ իրենց որոշելիքն է, իհարկե դա քաղաքական պայքարի ըստ էության տրամաբանության մեջ, վարչապետը հայտարարեց, որ սա որոշ շրջանակների համար թալանացը պահելու վերջին հնարավորությունն է։ Գիտեք, այստեղ ինձ մի քիչ այլ հարց է, մի քիչ այլ տեսանկյունից նայենք, հա, 7 տարի, արդեն 7 տարի քաղաքացիական պայմանագիրը իշխանության է։ 7 տարին ըստ էության բավական ժամկետ էր, որպեսզի թալանացի մեծ մասը հետ բերեին, այդ թվում նաև այն մարդկանցից, որոնք հիմա մասնակցելու են Գյումրիի ընտրություններին։ Եվ իմ սուբյեկտիվ դիտարկման համաձայն տպավորությունը թե իրավապահ մարմինների գոնե մի մասը ամեն ինչ անում են, որպեսզի դա տեղի չունենա։ Հիմա դա խնդիր է քաղաքական թե իրավական, որովհետև ամեն ինչ գնում է նրան, որ մի պահ մեղադրանք կառաջադրվի, հետո կպարզվի, որ ժամկետները անցել են, որ տնտեսական հանցագործությունները քանի որ ունեն ժամկետ որոշակի, չգիտեմ, 5 տարի, 7 տարի, 10 տարի։ Եվ այդ ամեն ինչը այս մարդիկ էլ սպիտակած մաքուր այս ամեն ինչից դուրս կգան, մենք դրա փորձը ունենք։ Հիմա դա քաղաքական խնդիր է թե իրավական։ Միաժամանակ եւ քաղաքական խնդիր է եւ իրավական, եթե չեմ սխալվում, ապօրինի գույքի ծագման եւ բռնականացման մասին օրենքով պիտի որ վաղեմության ժամկետը նույն տրամաբանություն չունենա ինչ որ տնտեսական մյուս հանցագործությունների դեպքում, սա երբ ավելի շատ իրավատեխնիկական խոսակցության հարց է։ Բավական է արդյոք 7 տարին թե ոչ, ես չեմ պնդի այս մասին պնդում չեմ անի, որովհետև հնարավոր է որ որոշ հարցերում մենք դանդաղել ենք որպես քաղաքական միավոր օրինակ օրենքներ ընդունելու կամ գործընթացները արագ անելու հարցում ինչու իդեպ հաճախ մեզ մեղադրում են եւ ինչին ի հակադրություն ես կարդում եմ միջազգային զեկույցներում օրինակ վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ ոլորտների նկատմամբ, որ գործընթացները օրենքները չափազանց արագ են փոխվում, ոչ ներառական են, քննարկումների համար հատկացված ժամանակները կարճ են եւ որպես օրինակ նախորդ տարվա միջազգային զեկույցներից մի դիտարկում ես սա ինքս փոխանցել եմ կառավարությանը, ուշադրություն եմ հրավիրել նրա վրա, որ մեր տեմպը հեղափոխական ուրեմն տրամաբանության մեջ դանդաղ է, իսկ ռեֆորմիստական տրամաբանության մեջ արագ։
Եվ այս խնդիրը մենք ունենալու ենք, ես ուզում եմ նաև այս զգացողությունը մեր դանդաղության քաղաքացիներին բացատրել նաև այդ տեսանկյունից, որովհետև օրինակ Գերմանիայում կա օրենք, որ 40 տարի քննարկում է եւ դեռ չի ընդունվել, որովհետև օրինակ կոնսենսուս չկա դրա շուրջ կամ ընդունվել է 35 տարի քննարկումից հետո։ Այսինքն մի բան է, երբ որ դու ամբողջական այդպես քննարկումների բոլոր փուլերը եւ ցիկլերը անցնում ես, օրինակ մերի դրաֆթում հրապարակումների հետ կապված մեզ ասում են, որ դանդաղ արագ է ներողություն, կարճ ժամանակը երկշաբաթյա մարտիկ դրա վերաբերյալ օրինակ չեն կարող վերլուծություններ եւ առաջարկներ ներկայացնել, բայց մի կողմից եթե մի ամբողջ 8 ամիս գոնե օրենքի ցիկլը տեղի է ունենում, եթե ամեն ինչ իր ընթացակարգով գնում է, եթե չենք հետաձգում կառավարությունում, չենք հետաձգում ազգային ժողովում, ուզում եմ ասել, որ այս տրամաբանությամբ նայած ինչ ռիթմի մասին է հարցը եւ ինչի համեմատ է արագ եւ ինչի համեմատ է դանդաղ։ Երկրորդ բանը, որ կուզենայի ասել, ապօրինի գույքի բռնականցման օրենքի վերաբերյալ այն է, որ նախ հիմա գնալով ավելի ու ավելի շատ գործեր կսկսեն իրենց վճիրներն ունենալ, որովհետեւ մինչ այս պահը նախորդ շրջանում ավելի շատ քննության փուլեր, քան դատավճիռների եւ ես վստահ չեմ, որ լավ որոշում է եւ լավ լուծում է պետությունների համար գնալ կացնային ճանապարհով։ Կներեք մի քիչ այս թեմայի շուրջ, բայց ոչ մեր դեռևս խոսած թեմաներից, այսինքն 6 տարի էր պահանջվում, որպեսզի հասկանալ, որ օրինակ Միքայել Մինասյանը 50,000 դրամով գնել է ԶՊՄԿ-ի բաժնեմաս, հետո վաճառել կամ օտարել 30 միլիարդ դրամով, դրա համար 6 տարի էր անհրաժեշտ։ Ես վստահ չեմ, թե սա ես դրանց վերաբերյալ հասկանում եք իրավական գործընթացների եւ դատական գործընթացների վերաբերյալ։ Ես այստեղ քաղաքական գնահատականների մասին եմ ասում։ Չեմ կարող ձեզ քննչական եզրակացություններ տալ, որովհետեւ ես չեմ քննիչը եւ տրամաբանական չլինի, եթե ես դատական գործերի բովանդակության մասին իմանամ։ Ես այստեղ քաղաքական կամքի մասին եմ ուզում խոսել եւ քաղաքական գործընթացների մեր արժեվ երկու հնարավոր ճանապարհ է եղել գնալ շատ արագ եւ կտրուկ ճանապարհով եւ գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, որովհետեւ ոչ ոք չի բացառում օրինակ, որ այս տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագրի իշխանության տարիներին աշխատած մարդիկ եւս կգտնվեն, ովքեր օրինակ ապօրինի գույքի ինչ որ բաժնի տնօրին են եւ այդ գործընթացը պետք է լինի շարունակական, ոչ թե ասենք միայն անցումային արդարադատության տրամաբանության մեջ, սա մեր մոտեցումն է միայն նախկինների վրա, ներկաների վրա տրամաբանությունն է եղել, որ սա պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում ներդրված ինստիտուտ բոլոր ժամանակների համար, այսինքն բոլոր ժամանակներում, ապագայում այս ինստիտուտը պետք է աշխատի եւ մեր կարծիքով դա եղել է լավ լուծում։ Իհարկե կլինեն քաղաքական գործիչներ, ովքեր կասեն, որ եղել է, որ կան ավելի լավ, ավելի որակյալ լուծումներ, բայց կներեք, մենք ենք պատվիրակված եղել լուծումները իրագործելու եւ մենք այս լուծումներն ենք գտել։ Երկու բան եմ ուզում ձեր հարցից առանձնացնել՝ իրավապահների չարամտությունը կամ դատաիրավական համակարգի չարամտությունը, թե անկարողությունը։ Խնդիրն այն է, որ այստեղ եթե առաջինը կոնսպիրացիայի դաշտից է, հա, ապա երկրորդի դեպքում ավելի իրական խնդիրներ կան կոմպետենցիաների եւ կարողունակությունների հարցում, մենք դրա վրա անդադար աշխատում ենք եւ ես մի անգամ մի դեպք էի պատմում, որ Գյումրիում կից կամ թաղամասերից մեկում կամ գյուղերից մեկում հիմա վստահ չեմ, մի կին իր անհետ կորած համարվող կին իր սեփական տանը ոստիկանության հաղորդագրության վերջերս տեղի ունեցել, հայտնաբերվել էր մահանալուց 1.5 տարի հետո, այսինքն սեփական հյուրասենյակում մահացել էր եւ հայտարարվել էր անհետ կորած, հետո իր եղբայրը իրան գտել էր, հետ էր վերադարձել արտասահմանից եւ գտել էր։ Հիմա այստեղ այն որ ոստիկանությունը փնտրել է նրան ամենուր բացի սեփական տան հյուրասենյակից, ոչ Սերժի պատվերն է, ոչ Միշիկի պատվերն է, ոչ որևէ դավադիր արտասահմանյան ուժերի պատվերն է։ Դրա պատվիրատուն Շարլ Էբդոն է։ Սա կարողության հարց է եւ օրինակ ոստիկաններ մենք էլ ենք իրենց կաշկանդում, օրինակ եթե իրանք դուրը կոտրեին երես մտնեն եւ այնտեղ մարդ չհայտնաբերեն, հետո էլ սեփականության իրավունքը, չգիտեմ, բան անելու հարցով դատական գործերի մեջ ընկնեն եւ ես սա անդադար նկատում եմ նաեւ մեր հենց քաղաքական գործիչներից կողմից իրենց վրա ամեն կողմից ճնշումներ իրավահամակարգի վրա, օրինակ չգիտեմ, երբ որ նրանք
շատ մեղմ են ցույցերի ժամանակ մենք մեզանից տարբեր մարդիկ էլի, այսպես նաև քաղաքական թիմից հայտարարություններ ենք տարածում, որ կամ հրապարակային մեր քաղաքական խոսքում խոսում ենք այն մասին, որ պետական կարգը պետք է ավելի ամուր պահպանել, սա ինչ ամենաթողություն է ոստիկանությունը, չգիտեմ, լավ չի կատարում իր գործը, եւ հակառակը, երբ ասենք մայիսի 9-ի միտինգի ժամանակ, չգիտեմ, ինչ որ ուժ են կիրառում, մենք սկսում ենք նրանց ուժ կիրառելու նկատմամբ քննադատություն ունենալ եւ ես ենթադրում եմ, որ իրենք չլինելով քաղաքական գործիչներ, մեր քաղաքական հայտարարությունների նկատմամբ շատ ավելի զգայուն են։ Մի կողմից զգայուն են եւ լավ չեն հասկանում ոնց անեն, որ քաղաքական գործիչները գոհ մնան եւ ժողովուրդը գոհ մնա, այս իրական մեծ խնդիրը մենք ունենք էլի։ Եվ մյուս կողմից էլ կարողությունների հարցը, ես մի դրվագել պատմեմ, ուրեմն 2019 թվականին մեր ուժային համակարգի ինստիտուտներից մեկի հետ կապված մենք ամերիկյան գործընկերների հետ բարեփոխման մի ամբողջ բան ունեինք, փաթեթ ունեինք եւ պետք էր վերապատրաստել այդ կառույցի մեր աշխատակիցներին ամերիկյան գործընկերների օգնությամբ եւ պարզվեց այդ ժամանակ 19 թվականին պարզվեց, որ այդ կառույցում ոչ մի մարդ անգլերեն չի խոսում, չգիտի։ Հիմա այդ վերապատրաստման տրամաբանությունը, որ պետք է արվեր ամերիկյան կողմի հետ, ոնց պետք է արվեր։ Այսինքն այստեղ կա նույնիսկ միջազգային, օրինակ, բանկերի, օֆշորային կազմակերպությունների, եթե ապօրինի գույքի հետ կապված ենք խոսում, եւ այլ գործընկերների հետ միջազգային համագործակցելու համար հարցումներ են պետք, փաստաթղթեր են պետք, աշխատանք է պետք, որը միշտ չի, որ չարամտության եւ դավադրության արդյունք է։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես աշխատանքի շուկայում կարողությունների զգալի խնդիր կա։ Եվ սա նաեւ մեր Եվրամիության գործընկերների հետ ֆիքսած առաջնահերթություններից, այսինքն միայն պնդել, որ նրանք դե դավադրություն են անում, բան են անում, այնտեղ չգիտեմ, այս տեխնացուի ընկերներն ու ազգականներն են դրա համար չեն աշխատում, դա արդար չի լինի, բայց միևնույն ժամանակ այս կարողությունների որակական աճին զուգահեռ մենք տեսնում ենք արդյունքների քանակական աճ։ Եվ պետք է հասկանալ, որ ոչ ոք մեզ համար ավելի լավ ժողովուրդ չի ներմուծելու։ Մենք պետք է ինքներս մեր վրա աշխատենք եւ դառնանք ավելի լավը։ Վերադառնանք տեղական ինքնակառավարման մարմիններին եւ քանի որ արդարությունից խոսք գնաց, եկեք արդար լինենք։ Օրինակ ես այնպես չէ որ երեխա էի հիշում եմ, ես գիտեմ, որ 15-20 տարի տեղական ինքնակառավարման մարմինների երևի 98%-ը եղել է միևնույն կուսակցության կլինի կամ քաղաքական ուժի այսպես հրամանատարության տակ։ Հիմա ձեզ մեղադրում են նրա համար, որ դուք գնում եք այդ ճանապարհով։ Որքանով է դա արդար այնուհանդերձ մենք այդ մասին չհասանք հարցի։ Ես թվային ցուցանիշներով կխոսեմ, կենտրոնական դրական հանձնաժողովի կայքից եմ դուրս բերել այս ցուցանիշները, հետեւաբար բոլորի համար ստուգելի է, բոլոր ընտրությունների արդյունքները այնտեղ հրապարակված են։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղական ինքնակառավարման մակարդակում իշխանություն ունի 21 կուսակցություն ներառյալ քաղաքացիական պայմանագիր է։ 21 կուսակցություն, եթե կարիք կա, կարող եմ անունները կարդալ։ Այդքան ժամանակ չունի։ Այսինքն բազմազան, շատ բազմազան է իշխանությունը տեղական ինքնակառավարման մակարդակում, սկսած, չգիտեմ, ինչ որ դաշինքների մեջ ներգրաված քաղաքացու որոշում կուսակցությունից վերջացրած Բարգավաճ Հայաստան, Դեմոկրատական այլընտրանք, Արդարություն, Հանրապետություն, այսինքն այդ կուսակցությունները, որոնց մասին այսպես թե այնպես քիչ թե շատ քաղաքական շրջանակներով հետաքրքրվածները գիտեն եւ այս մակարդակում քաղաքացիական պայմանագիրը 71 համայնքներից խոշորացումից հետո է դա տեղի ունեցել եւ բոլոր ընտրություններն են մեր օրոք տեղի ունեցել։ Այս համայնքներում 71-ից 41-ում ներառյալ Գյումրին եւ Փարաքյալը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատար ունենք, կամ իշխանություն է կամ կոալիցիոն կառավարություն, այսինքն մենք մի քանի տեղ նաև կոալիցիաներ ենք ձևավորել, ինչպես օրինակ Երևանում։ Կամ կոալիցիոն կառավարություն է, մնացած տեղերում քաղաքացիական պայմանագիր մնացած 30 տեղերում, այսինքն 42 եւ ավելի տոկոսում քաղաքացիական պայմանագիր կամ ներկայացված չէ առհասարակ կամ ներկայացված է որպես ընդդիմություն, մենք ունենք այնտեղ ընդդիմադիր, ավականի ընդդիմադիր ֆրակցիաներ, մենք իրենց հետ աշխատում ենք նաեւ կուսակցության ֆորմատում, որպես ընդդիմություն էլի վերահսկողության տարբեր մեր մեխանիզմներով, որպեսզի կարողանանք արդյունքներ ցույց տալ եւ հաջորդիվ իշխանություն ուզենանք լինել։ Եվ այս 30 համայնքները, որտեղ քաղաքացիական
քաղաքացիական պայմանագիրը որպես ընդդիմություն է աշխատում, միմյանց հետ կազմում են, եթե վարչատարածքային նախորդ բաժանման տրամաբանության մեջ ասենք 20 քաղաք, Հայաստանի Հանրապետության 20 քաղաք եւ 347 գյուղ։ Սա այդ ձեր ասած նախորդ տրամաբանությամբ եթե հիշենք, նախադեպ է, այս բառը այստեղ կիրառելի է։ 347 գյուղերում գյուղապետ են նշանակում ընդդիմադիրները եւ 20 քաղաքում քաղաքապետներ են նշանակում, այսինքն հիմա վարչական շրջանների ղեկավարները նշանակովի են։ Եվ սա ինչ է նշանակում։ Սա մի կողմից նշանակում է, որ Հայաստանում 20 կուսակցություն փորձ է ձեռք բերում կառավարման, այսինքն երբ որ կգա մի իրավիճակ, երբ որ քաղաքացիական պայմանագիրը կամ իշխանության կամ կոալիցիոն իշխանության կլինի կամ ուրիշ ինչ-որ իրավիճակ կլինի, Հայաստանում կամ փորձ ձեռք բերող կառավարման փորձ բազային գիտելիքներ գոնե կառավարումից։ Մարդիկ գիտեն, թե ինչա միջնաժամկետ ծախսային ծրագիր էլի առնված են։ Եվ երկրորդ բանը, որ սան կարևոր է առողջության համար քաղաքական դաշտը, սա նշանակում է, որ 347 գյուղերում եւ 20 քաղաքներում տարբեր ընդդիմադիր ուժեր կարողանում են մոտենալ քաղաքացիներին եւ ասել, տես ես ինչ լավ եմ աշխատել այստեղ այս քաղաքում կամ գյուղում եւ խնդրում եմ ինձ պատվիրակիր ավելի բարձր լիազորություն։ Եվ այստեղ իմ կարծիքով մեր վերած նաեւ թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները, թե ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցից իդեպ հաճախ բողոքում են նաեւ պրոհեղափոխական ուժեր, ցույց է տալիս, որ սա արդյունավետ է, որովհետեւ ստեղծում են քաղաքական ենթակառուցվածքներ եւ կներեք, եթե խնդիրն բողոքը այն է, որ ջերմոցային պայմաններ չեն ստեղծում լավ երրորդ ուժ ձևավորելու համար, սա արդար չէ, որովհետև քաղաքականություն ջերմոց չէ, առնված են։ Լավագույն դեպքում ջերմոց չէ, չասեմ, որ երբեմն նաև ջունգլի է։ Եվ այստեղ պետք է կարողանալ պայքարի մեջ լինել, քաղաքական պայքարի մեջ լինել, քաղաքական տրամաբանության մեջ լինել։ Հայաստանում կա 20 այլ կուսակցություն, որոնք այս տրամաբանությունը հասկացել են եւ նստած Երևանյան տաղավարներից չեն բողոքում, որ իրենց համար նպաստավոր պայմաններ չկան, որ իրենք քաղաքական զբաղվեն, եւ այդ կուսակցությունները հիմա էլ նաեւ մասնակցում են Գյումրու Փարաքյարի ընտրություններին բոլոր միասին վերցրած, եթե չեմ սխալվում, 16 կուսակցություններ գրավվածություն ունի այս ընտրություններին եւ այդ կուսակցությունների մեջ իդեպ հետեւողականորեն չկան խորհրդարանական կուսակցությունները, հանրապետական կուսակցություն եւ դաշնակցություն կուսակցությունը որևէ տեղում, տեղական մակարդակում իշխանություն չունեն եւ որպես կանոն չեն էլ մասնակցում կամ 1-2 դրվագ եղած լինի, որ մասնակցել են եւ թե ինչու դա մի հարց է, թե ինչպես են նրանք դա տեսնում վերջնարդյունքում, այն է, որ իրանք ասում են, քանի որ մենք իշխանություն չունենք, հետեւաբար դիմերում իշխանություն ընդդիմությունը չունի, միշտ դա սխալ պնդում է, դա սխալ է, որովհետեւ իրենք տեղերում չեն։ Իսկ ինչու, որովհետեւ իրենք հետաքրքրված են միայն կենտրոնական իշխանությամբ եւ իրենք չեն հասկանում այն տրամաբանությունը, որ հնարավոր է դիմերից աշխատելով բարձրանալ դեպի կենտրոնական իշխանության իրենց տրամաբանության մեջ նախորդ դարաշրջանի տրամաբանությունը, եթե թույլ կտրվի այդպես ասել, որ կենտրոնական իշխանությամբ պետք է իշխել դիմեր։ Այս կենտրոնական իշխանություն կլինի, դիմերը կվերցնենք մոտավորապես այս տրամաբանությամբ։ Այս կենտրոնական իշխանությունը կլինի հին արդեն դասական դարձած արտահայտությամբ այնտեղ պոլիփեդել լինի, բայց իմը լինի, Այդ տրամաբանությամբ իրանք կարծում են, որ կենտրոնական իշխանությունն է վերցնում դիմերը, ոչ թե հակառակ, ոչ թե տեղական իշխանությունն է վերցնում կենտրոնականը։ Ես այդպես եմ մեկնաբանում, որովհետև ուրիշ տրամաբանական բացատրություն, թե ինչու այդ մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ամբողջ օրը բողոքում են հայաստանյան քաղաքական դաշտից։ Ես չունեմ։ Եվ ի վերջո եկեք հիշենք 2018 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը տակավին հնգամյա կուսակցություն եկավ իշխանության, ինչ դժվար էր քաղաքացիական պայմանագրի համար աշխատել քաղաքական դաշտում, չունենալով բավարար փորձառություն։ Հիմա Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փորձառություն են ձեռք բերում, եւ հայաստանյան քաղաքական դաշտը ուզուրպացված չէ։ Դրա համար մեզ ասում են ինչի 7 տարի տևեց մինչև հասկացաք, որ պետք է այսինչ ռեֆորմա այսպես անել, ես հույս ունեմ, որ առաջիկայում երբ որ քաղաքական դաշտում կձևավորվեն քաղաքական ուժեր եւ քաղաքական գործիչներ, շատ ավելի արագ եւ տրամաբանական տեմպ կլինի, պետք է հասկանալ նաեւ, որ 18-ից առաջ այնպես էր ուզուրպացված ամբողջ դաշտը, որ մարդիկ չունեին պարզապես բավարար տարածք, հմտություն եւ գիտելիք ձեռք բերելու։ Ես չեմ ասում, որ ես պատրաստի տենց հանճարեղ քաղաքական գործիչ եմ մտել քաղաքականության մեջ։ Ես պարզապես որպես քաղաքացիական ակտիվ մասնակից նաև 18 թվականին հայտնվել եմ եւ սկսել սովորել նաև ընթացս։ Հիմա քաղաքական գործընթացները բավական տարօրինակ ու հետաքրքիր տրամաբանությամբ են զարգանում։ Տեսեք, ընդդիմությունը բաժանվել է երկու
անդիմության այսպես ավանդական երկու ճամբարի այնտեղ իրար ծեծում են ով բերեց իշխանության Նիկոլ Փաշինյանին այս հարցը իրար մեջ քննարկելով, այսպես իրար գրպանը գցելով, հա, ժողովրդական լեզվով ասած։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դուք ընդհանրապես դրա հետ կապ չունեք, ինձ բերել է ժողովուրդը եւ անհրաժեշտության դեպքում կամ ցանկության դեպքում նույն ժողովուրդը ինձ կճանապարհի։ Հիմա այդ ժողովրդի ճանապարհելու ճանապարհին, այսպես ասեմ, անդիմությունը այսպես հայտարարագրել է, որ Գյումրիի ընտրությունները իրենց արդյունքում, վերջնարդյունքում պետք է դառնան հենց այդ մեկնակետը, երբ ժողովուրդը սկսում է իշխանությանը ճանապարհել քաղաքական դաշտից։ Դուք այդպեսին անցալում եք, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծում, որ իշխանությունն էլ իր ռեսուրսները կենտրոնացրել է Գյումրիի վրա, բնականաբար երևի հասկանալի է, որտեղ հանրապետության երկրորդ քաղաքն է։ Հիմա դուք համաձայն եք այդ գնահատականին, որ եթե հանկարծ այստեղ քաղաքականությունը եթեներով է այս դեպքում, եթե հանկարծ չկարողանաք հաղթել Գյումրիում, արդյոք դա կնշանակի, որ ժողովուրդը ինչ որ բանից լրջորեն դժգոհ է։ Եկեք մի քանի մասի բաժանում ձեր հարցը նախ մեր ընդդիմադիր գործընկերների բանավեճի մասին իհարկե խառնվել այդ վեճին չեմ ուզում, բայց ուզում եմ գնահատական տալ, նրանք երկուսն էլ սխալվում են։ Գուցե հարկ եղած դեպքում նկարագրեմ թե ինչ նկատի ունեմ, եթե հետաքրքիր է, բայց վերադառնալով Գյումրու ընտրություններին, ես ուզում եմ նախ ընտրություններում ռեսուրսներ կենտրոնացնել, դա նորմալ է, դա տրամաբանական է, մենք բոլոր ընտրություններում մեր ռեսուրսները կենտրոնացնում ենք, մեզ համար, քաղաքացիական պայմանագրի համար չկա անկարևոր ընտրություն, մենք բոլոր ընտրություններում մասնակցում ենք, որ հաղթենք, դա նորմալ է, քաղաքական կուսակցությունները հենց դրա համար են ստեղծված։ Երկրորդը հետ տարօրինակ տրամաբանություն, թե իբրև թե Գյումրիում պարտվելու պարագայում հնարավոր է, չգիտեմ, ինչ որ տարօրինակ բաներ, եզրակացություններ անել։ Եկեք արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիրը հեղափոխությունից հետո Գյումրիում իշխանություն չի ունեցել, որ տեղական մակարդակում, այսինքն ունեցել է կոալիցիոն իշխանություն, բայց չի ունեցել միանձնյա կամ ամբողջական իշխանություն, մինչդեռ օրինակ վարչապետը որպես առաջին համար եւ քաղաքացիական պայմանագիրը համապետական ընտրություններում Գյումրիում միշտ հաղթել է։ Այսինքն այս տրամաբանությունը խոտանված է, որովհետեւ շատ համայնքներում հենց այդպես էլ տեղի է ունեցել։ Այն համայնքներում, որտեղ մենք պարտվել ենք տեղական ինքնակառավարման մակարդակում, մենք հաղթել ենք համապետական մակարդակում։ Եվ սրանք տարբեր ցուցիչներ են, տարբեր վարկանիշներ են։ Այսինքն այստեղ մանիպուլյացիա կա որոշակի։ Տրամաբանություն չկա։ Այսինքն զուտ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրամաբանություն չկա, մենք բոլոր այդ 71 համայնքներից Հայաստանի, եթե չեմ սխալվում, 70-ում առաջին տեղում ենք եղել։ Համապետական ընտրություններին 21 թվականի դեկտեմբերին, երբ որ դրանց մեծ մասում տեղի ունեցան հերթական ընտրություններ, մենք դրանցից, չգիտեմ, մոտավորապես 20-ում չենք ունեցել իշխանություն այդ շրջանում, որտեղ այդպես մեծ փաթեթով էր տեղ ունեմ, կամ գուցե 15-ում չենք ընտրվել, այսինքն հունիսին ընտրվել ենք, դեկտեմբերին չենք ընտրվել։ Արդյոք դա քաղաքացիական պայմանագրի վարկանիշն է։ Ես այդպես չեմ կարծում, դա նաև բազմաթիվ գործոնների համադրում է եւ համապետական մակարդակում քաղաքացիական պայմանագրի առաջադրվելու պարագայում կարող է այլ արդյունքներ ցույց տալ։ Ինչ է եղել է Գյումրու պարագայում, Գյումրիի դեպքը շատ տիպիկ օրինակ է։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք չենք ես ոնց որ գուժում եմ հնարավոր պարտության մասին, մենք Գյումրիում ուզենալու ենք հաղթել եւ ուզում ենք հաղթել եւ կարծում ենք, որ այս պահի դրությամբ առնվազն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ նաեւ առաջատարն է մեր առաջադրած տեխնացում, բայց որևէ արդյունք ցույց չի տալու համապետական ընտրությունների արդյունք եւ տրամաբանական չի այս երկու գործընթացները այդպես ամբողջությամբ իրար կապակցել։ Իհարկե տրամաբանական կապ կա, տեղի աշխատանքը հետո կնպաստի համապետական ավելի շատ ցայներ ունենալ, վատ աշխատանքը կնպաստի ավելի քիչ ցայներ ունենալ, ինչ որ կոռելացիա կա, բայց ոչ այն, ինչ որ դուք ներկայացրիք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր մեր զրուցակիցներ Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Թագոյի Ղազարյանը, ես Լևոն Սավդերյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։